Ցանկաց արդյունքների մատնում ենք, որովհետև մենք կարողանում ենք երևենք ունենք ևս մեկ կարևոր բան, որ այս միջոցները ուղղակի շարունակեն աշխատել ինստիտուտն այլ շուկայում հավատացեք, որ կա Ինչև շարունակել եմ հարգելի դեմ եմ նախաձեռնության անդամներ, ձեզ ախոսքը կարելի է ես խոսեմ, մեկ էլ դիմացանի պակեք, որ հարգենք բոլորի իրավունքները, հասենց կանգնենք, այսինքն դուք թույլ չեք տալի շարունակի, մեկ ճիշտ է, ես ձեզ կխնդրեմ մոտենալ այնտեղ կամ նստել աթոռներ կան ազատ Մենք ուզում ենք խոսել հանրայինա, մի ձայն մեզնից Մի վարքյան որ նստեք, ես ձեզ էի խոսքը դիմում, հա Դուք կհասկանաք ինչի մասին է, խնդրում եմ նստեք եւ ես շարունակեմ։ Մենք իրական չէ, դուք ինձ խանգարում եք, ժողովուրդ։ Մենք չենք խանգարում։ Չէ, դուք ինձ խանգարում եք։ Որում Սարգսյան ջան, մենք խոսենք գնանք։ Հիմա նստեք, մարդիկ էլ ձեզ տեսնեն, դուք էլ տեսնեք, խնդրում եմ։ Հա, կարա կողքի վրա Գնացեք նստեք։ Լավ, եկեք սենց հայտարարենք, եթե դուք չնստեք, մենք իրար հետ մոտիկ ասած այսօր, այս միջոցառման ընթացքում չհամագործակցենք, ես ուղղակի ստիպված կլինեմ ժամանակից շուտ հայտարարել փակված։ Ինձ թվում է դա ոչ ձեզ է պետք, ոչ մեզ։ Ասեմ ինչի։ Լինելու են հետաքրքիր ելույթներ։ Ելույթ են ունենալու բոլորիս հետաքրքրող, հա, ֆոնդի կառավարիչները։ Ինձ թվում է դուք էլ կցանկանաք լսել, ավելին ասեմ, ես վստահ եմ, դուք արդեն տեսել եք երևի օրակարգը, ուղղակի վստահ եմ, եթե կարելի է թույլ տվեք ավարտեմ։ Եվ մենք ունենք օրակարգով նախատեսված հարցեր եւ պատասխաններ, այդ ընթացքում եւ կարող եք ձեր հարցադրումները բարձրացնել եւ նաեւ ելույթ ունենալ։ Կխնդրեմ մեզ խոսք տակ նոր ֆոնդի կառավարիչները խոսեն։ Չեք ցանկանում սպասել։ Կխնդրենք մեզ խոսք, մենք սպասում ենք, մենք սպասում ենք։ Ժամանակ չունենք, Դուք չեք ցանկանում սպասել։ Մենք աշխատում ենք, որովհետեւ այս արարողության, հա, վարողը ես եմ, քանի որ ես ունեմ օրակարգ հերթականությամբ, խնդրեմ դուք կներառվեք օրակարգի մեջ, բայց թույլ տվեք, որ բոլորը ըստ իրենց նախատեսված ժամերի ելույթ ունենան, եկեք չոտնահարենք իրենց իրավունքներն են, եթե կարելի է, ուղղակի ձեզ խնդրում եմ նստեք եւ դուք վերջում ելույթ կունենաք նաեւ հարցադրումներ։ Քանի որ կներեք, քանի որ մեր ներկայությունը արդեն իսկ օրակարգից դուրս է։ Մենք ձեզ որպես վարող, հարգելով ձեզ, հարգելի ժողովուրդ, մենք խնդրում ենք մեզ 5 րոպեով ձայն տվեք։ Դեմ նախաձեռնության ասելը կփառա, դեմ եք։ կարող ենք դուրս գալ, դա ձեզ պետք է։ Չէ, 4 րոպե մեզ խոսք տվեք։ Հարց ու պատասխանի ժամանակ հարցերը կողենք։ Եթե շարունակում եք, մենք խոսք ենք ուզում։ Հիմա դուրս Այո, չէ։ Դուք ուզում եք մենք դուրս գանք հարցս։ 4 րոպե խոսք։ Դուք ուզում եք։ Ես ձեզ ասում եմ հարց ու պատասխան կա հարգելիներ։ Մենք հարց ու խոսք ունենք։ Ես ձեզ անպայման ելույթ կտամ հարց ու պատասխանը նաև ելույթի հնարավորություն։ Չի իրազեկված չէ։ Ֆոնդերի կառավարիչներին լսելուց առաջ դուք հրավիրված չէիք։ Դե հրավիրված չի, սա իրազեկման։ Հանրային չի։ Դուք հրավիրված չէիք։ Կներեք, սա հանրային միջոցառում է։ Սա հանրային միջոցառում է, չէ, կներեք։ Հիմաներ են տրվում իրազեկման համար, իրազեկում չի կատարվում։ Հարգելի հյուրեր, մենք վերջացնենք երևի, որովհետև անհնար Ում հետաքրքիր է մեզ առած միկրոֆոնի էլ կլսի։ Սա մի օրենք է, որին դեմ է ըստ հանրապետության նախագահի խոսքի, ես մեջբերում եմ նախագահի խոսքը, հանրապետության 80%-ը for all our guests. This is a law accepted in the Republic of Armenia, and the president of Armenia himself declared that 80% of the population is against this law. So you are being the representatives, I guess, of democratic countries
Please tell me in which democratic country any reform or law is enforced when 80% of the population is against the reform or the law. Please answer me. 80% or even more. These are the words of the president. These are not the words of them. Եվ այս դեպքում ցանկացած արգումենտ օրենքի համար այլևս արժեք չունի չնայած արգումենտներ չկանել։ Դեմ են նույնիսկ հիանալի օրենք եթե լինի 80% այս երկրի դեմ է այս օրենքին։ Դեմ ենք։ Եվ իշխանությունը Մենք դից մենակ խլում է հալեստ մեկությունը։ Երիտասարդու ինչ է սարելես ես մի համար որդ է։ Ներևություն դուք ինչ եք Ես 14 ժամ օրական աշխատում եմ ծառայել եմ հանրապետության համար։ Ես դրա համար մի րոպե տվեք գնամ աշխատեմ, շարունակեմ։ Ես աշխատում եմ ամբողջ օրը, որպեսզի երեխա պահեմ։ Ճիշտ արեցին, որ խանգարեցին համաժողովը։ Եթե կարողացան անել, նույն ճիշտ արեցին։ Եթե կարողացան։ Չենք խանգարել։ Մի քիչ խնդրում եմ այդ մասը բան արեք։ Մեզ ձայն չտվեցին ուղղակի։ Իրանք փագեցին խոսակցությունը։ Մեզ ձայն չտվեցին։ Դուք տեղեկացված չեք եղել, փաստորեն Սա չի հրապարակվել, թե ոնց ենք մենք իմացել, դա էլ մեր գործն է։ Սա չի հրապարակվել ու մենք բոլորս էլ վստահ ենք ոնց ամեն ինչ, գիտենք ոնց այս ամեն ինչ իրականացում, հետո սա ներկայացվել որպես հանրային քննարկում միջոցառում, որի իբր թե շահագրգիռ կողմերը ներկա չեն գտնել։ Շահագրգիռ կողմերը ներկա են գտնվել, խոսք չտրեց, միկրոֆոնն անջատեց, բայց մենք մեր ասելիքը ասեցինք ու հիմա էլ ենք ասում։ Նույնիսկ չարժե արգումենտների մեջ մտնել, չնայած արգումենտը օրենքի համար չկա։ Արդեն չարժե, որտեղ նախագահ առաջին դեմքը ինքն ընդունել է, որ 80% այս օրենքին դեմ է հանրության։ Եթե անգամ փայլուն օրենք է, եթե անգամ ենթադրենք, եթե 80% դեմ է, իշխանությունը պատկանում է ժողովրդին սահմանադրությամբ, իրավունք չունեն իրագործելու։ Վերջ։ Այսքանն է ասելիքը։ Այսինքն դուք ասում եք ձեզ մտադրված, տեղյակ չէին պահել, լայն չէր։ Իհարկե, սա հնարավորինս գաղտնի արվել քիչ լագոնի ներկայությամբ պետական ներկայացրել որպես հանրային քննարկում միջոցառում։ Հանրային քննարկումը հարությունն եկել է, հարությանը խոսք չէին տալիս։ Եղել է, երբ որ իրանք օրենքը ընդունել են, նրանք ասում են որ 10 տարի աշխատում են այս օրենքի վրա, բայց ոչ մեկ տեղյակ չէր, չգիտես ինչու։ Ըստ էության նույն բանը փորձում էին հիմա անեին, եւս մեկ անգամ քննարկում։ Եթե օրենքից տեղյակ լինեին, սահմանական դատան երաշտակարգային որոշմամբ չէր հավաստի, որտեղ բավականաչափ իրազեկված չեմ ու երկու այդ հոդվածները չէր կասեցնի։ Ես պատասխանատվություն եմ պահանջում, որտեղ են ծախսվել այդ գումարները իրազեկման համար։ Որտեղ։ Չկա, իրազեկում չի եղել։ Միլիոններ են ծախսվել։ Իրազեկում մենք ենք անում մեր գրպանից, մեր ամբողջ ռեսուրսներով աշխատող լինելով, մեր այ հիմա լանչի ժամին, մեր ընդմիջման ժամին եկել ենք իրազեկում ենք անում։ Այս սա է մեր գործը, շնորհակալ եղեք մեզ հարգելի հանրապետության կառավարություն ձեր գործն ենք անում, գործադուլ եք հայտարարել։ Վարչապետը հակադարձելով ձեզ ասում էր, որ պետք է մտածողությունը փոխենք, ձեր մտածողությունը պետք է փոխել։ Պետք է փոխել իշխանության մտածողությունը, որը սովոր է դեռ սովետական ժամանակներից եւ ֆեոդալական կարգերից, որ անգամ եթե դուք դեմ եք, մեկ ամենք պիտանք, որտեղ մենք ճիշտ ենք։ Այս մտածողությունը որ փոխվի, հիանալի կլինի ամեն ինչ այս երկրում։ Եթե փոխելու բան կա, ապա այս մտածողության մեջ հերիք է։ Երբ որ մեծամասնությունը դեմ է, փոխեք այդ արմատացած արատավորից սովետական, կոմերիտական բոլշևիկներ այդ մտածելակերպը, որ դուք ճիշտ եք, որտեղ դուք իշխանության գլխին եք։ Իշխանությունը մենք ենք։ Մենք դες լիազորել ենք, դուք մեր պատվիրակն եք ընդհանրապես։ Ավելին ձեր մասին չմտածեք, որ դուք ավելին եք։ Միջազգային կառույցները ինչու են աջակցում իշխանություններին այս բարի։ Իսկ ում փող տաց, որ չուզենա այդ փողը վերցնի։ Կա նման մարդ, որին փող առաջարկես, նա չուզենա դա վերցնի։ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, վերակառուցման բանկը։ Գիտեք, հիմա արդեն ծավալվում է, եթե գնա գնահատականների ոլորտ, իսկ ովքեր են տալիս ընտրությունները վերաբերյալ գնահատականներ, չեմ ուզում խորանալ։ Այսքան ամեն ինչ ասած։ Երևույթներ կա, որ դու չես կարանես անես ոնց որ դու ուզում ես։ Այո, ցավալի է, իմ համար էլ է ցավալի։ Այդ նույն կներես, այդ նույն 81 թիվ եմ, այդ նույն, ասենց ասած շկալայի տակ ես էլ եմ մտնում, բայց մենք պիտի չմոռանանք, որ մենք ապրում ենք մի պետության մեջ, որի նկատմամբ ունենք պարտավորություն։ Այս իշխանությունն էլ ունի պարտավորություն։ Այս իշխանությունը կա, վաղը չկա, իմ պետությունը միշտ կա։
Դու ընկեր, պայքարում է։ Հիմա եթե 20 հոգով խոսակ էլի եմ կարողանալ պատասխանել։ Հիմա ասում ես դեմ եմ ահա ձեր պատասխանը։ Ես խոսում եմ, դուք ասում եք հու ընկեր։ Ասեք։ Կենսաթոշակ ստանալը, դա պետության նկատմամբ պարտավորություն է, թե մարդու իրավունքն է դա։ Կենսաթոշակ ստանալը։ Այո։ Մի հատ կներկայանաք։ Ինչպես։ Ներկայացեք։ Մամուլից հետևեք կիմանակ ով։ Չեք պատասխանում։ Ինչպես։ Դուք իմ հարցը չեք սահմանում պատասխանում։ Հարցերի լուծումը ձեր այնքան պրիմիտիվ է, որ դուք չեք ուզում դրա մասին խոսել։ Ընկեր, յուրաքանչյուր Հայաստանի։ Ինչպես ասեմ, հարկնես։ Մի վարքյան։ Հարց են տալի։ Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ապրում է այս պետության մեջ, առաջի հերթին պետք է մտածի, որ ինքը պարտավոր է այս պետության համար անելու։ Մենք ստե հարկեր ենք մուծում ահագին, մենք մտածում ենք։ Կներես, ասում ես դու ստեղ հարկեր, սա ստեղ չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացին դու ես։ Ո՞վ է քանդում եք, դու ո՞վ է քանդում։ Դեմագոգիայով մի զբաղվեք, հարցից պատասխանեք։ Դրա մասին մտածում։ Ես կոնկրետ հարց եմ տվել ձեզ։ Ես կոնկրետ բանը մտածում, ինքը մարդիկ գիտեն, որ դուրս են գալիս։ Իսկ պարտավոր եմ ես։ Մի վարքյան, Պարտավոր ես կենսաթոշակ ստանալ թե ոչ։ Այո։ Ոնց պարտավոր իստեղ խնդիր չկա, դու կենսաթոշակ ես ստանում, ինչ։ Պարոն, մի հատ կարելի է ձեզ, մի հատ կարելի է։ Պարոն, մեկ հարց ձեզ կարելի է, պարոն քաղաքացի։ Չի կարելի, հա ձեզ։ Հեռախոսից համարը տամ։ Չէ, մեկ հարց կարելի է ձեզ, պարոն, մեկ հարց։ Մեկ հարց ձեզ կարելի է։ Չի կարելի։ Չի կարելի իմանալ իրենց առնազգան։ Ես կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Օրյուն Սարգսյան։ Չեմ լսում, Օրյուն Սարգսյան։ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն։ Տհիկ, լավ լսել եք, որ Ձեր անդամն է, այդ կենտրոնի անդամները։ ոչ, ինքը հրավիրյալներից էր։ Բայց ճանաչում եք։ Անկեղծ ասած չեմ հիշի շատ հրավիրյալներ կան։ Բեջ կա իր կոստյում։ Դե պետք է նայեի։ Դե պետք է նայեի, ցավը տանեմ։ Չէ, ես իմ հյուրն է, ես բոլորինը պատրաստ եմ փաթաթվեմ մի կողմ։